Վերին Ծաղկավան գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 7 կիլոմետր հյուսիս-արևմուտք Վարագաջուր գետի ափին։ Վերանվանվել է Ծաղկավան 1939 թվականի մայիսի 4-ին։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարտահամարի արդյունքների, Վերին Ծաղկավանի մշտական բնակչությունը կազմել է 887, իսկ առկա բնակչությունը մոտ 848 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1920 թվականին այստեղ են տեղափոխվել հարևան Վարագավան գյուղից, որը նախկինում կոչվում էր Հախում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։ Պետություն համայն գործակցությամբ կարգավորվում են տարիներով չլուծված խնդիրները։ Տավուշի Վերին Ծաղկավան բնակավայրը սուբվենցիոն ծրագրով շուրջօրյա ջրամատակարարում ունի։ Գյուղում կան փոքր հիդրոէլեկտրոկայաններ։ Վերջերս վերանորոգվել է գյուղի բուժկետը։ Ապահովված է տրանսպորտով դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, համայնք ամբողջությամբ գազաֆիկացված է։ Սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Քանի որ Տավուշի մարզում կա Ծաղկավան անունով երկու գյուղ, մեկը Իջևանի շրջանում, մյուսը Բերդի, չշփոթելու համար առաջինը կոչվում է Ներքին Ծաղկավան, երկրորդը Վերին Ծաղկավան։ Նախքան Ծաղկավան վերանվանվելը գյուղն ունեցել է Վելի, Վելիգեղ անվանումները։ Բերդ Շամշադինի շրջանի գյուղերում 1831 թվականի տվյալներով ոչ մի մուսուլման չի բնակվել, թեև գյուղերը սահմանակից են Ադրբեջանի, Աղսաֆայի, Թովուզի և Գետաբեկի շրջաններին։ Խորհրդային և նախախորհրդային շրջանում հայերն ու մուսուլմանները միմյանց հետ բարեկամություն և առևտուր են արել։ 16-րդ դարում թուրք-պարսկական պատերազմների սկզբնական շրջանում Իրանի կառավարիչներ Շահ Իսմայիլն ու նրա որդի Թահմասը իրենց թիկունքն ամրապնդելու նպատակով Հյուսիսային Հայաստանում բնակեցրին թյուրքական և մուսուլմանական ցեղերով՝ Բորչալու, Ղազախ և Շամշադի։ Շամշադինի շրջանը 16-րդ դարում ներառել է այսօրվա Բերդի և Ճամբարակի, ինչպես նաև Ադրբեջանի մաս կազմող Ղազախի, Թովուզի և Գետաբեկի շրջանները։ Երբ Արևելյան Հայաստանը Իրանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին, Շամշադինը մաս կազմեց Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառին, դառնալով 3-րդ և 4-րդ պրիստավությունները։ 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի խորհրդայնացվելուց հետո հայ հեղկոմը կատարեց վարչատարածքային նոր բաժանում։ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը բաժանվեց 8 գավառների և 33 գավառամասի։ 1921 թվականի օգոստոսին կազմվեց ևս մեկ գավառ՝ Զանգեզուրը 6 գավառակներով։ Այս բաժանումը որոշ փոփոխություններով պահպանվեց մինչև 1929 թվականը, երբ հանրապետությունում կար 9 գավառ և 38 գավառակ։ Շամշադինն այդ ժամանակ համարվել է Դիլիջանի գավառի Շամշադինի գավառակը։ 1930 թվականի սեպտեմբերին Շամշադինը դարձավ առանձին շրջան Շամշադին, հետագայում Բերդ շրջկենտրոնով։ Խորհրդային վերջին շրջանում Շամշադինն ուներ 15 գյուղական խորհուրդ՝ Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ, Նավուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Պարավաքար, Տավուշ, Ծաղկավան, Չինարի, Չինչին և Չորաթան։ Վերին Ծաղկավան գյուղից 6 կիլոմետր հարավ-արևմուտք Ձորալանջին անտառի մեջ է գտնվում Շխմուրադի Սուրբ Աստվածածին վանական համալիրը, կազմված եկեղեցուց, մատուռից և 2 գավթից։ Եկեղեցին կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, 1 զույգ որմնամույթով, կառուցվել է 1181 թվականին։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է, արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։
Համալիրի հարավ-արևելքում կիսավեր միանավ մատուռն է։ Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երթիկով ավարտվող կենտրոնական հատվածը։ Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. առաջին հազարամյակում պախրախաչ, մ.թ.ա. 6-ից 5-րդ դարերում բերդաքար և մ.թ.ա. առաջին հազարամյակում կալքար ամրոցները, 13-ից 17-րդ դարերում քարագլուխ, աղսու և ճաքածգյուղ գյուղատեղիները։